Նոր թրենդ է տարածվում սոցցանցերում։ Անչափահասներն ու երիտասարդները Երևանի փողոցներում ցուցանակներից կախված պարային շարժումներ են կատարում։ Տեսանյութերը տարածում են գտել նաև այլ օգտատերերի շրջանում։ Թեմային անդրադարձել է քաղաքապետարանը։ Համացանցում տարածվում են նյութեր տարբեր օգտատերերի կողմից, որտեղ վնասվում է քաղաքային գույքը, մասնավորապես խաչմերուկներում տեղադրված ուղեցույցները։ Երևանի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ անպատասխանատու նման վարքագիծ դրսևորելուց։ Քաղաքային գույքը բոլորինս է եւ դրանց հանդեպ խնամքն ու հոգատար վերաբերմունքը կարևոր նշանակություն ունեն քաղաքի արտաքին տեսքի հարմարավետության ու անվտանգության ապահովման համար։ Նման վարքագիծը կարող է հանգեցնել ընդդուպ մինչև քրեական պատասխանատվության։ Որևէ գույք դեռևս չի վնասվել, պատասխանատվության ենթարկված անձ չկա։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, թրենդին հետևելով անչափահասները կամ երիտասարդները նախ կարող են վնասվածք ստանալ, երկրորդն էլ պետական գույքը վնասելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն կարող է առաջանալ։ Իսկ արդյոք հանդիպել են թրենդին հետևած անձանց։ Իր բնույթով այդ արարքը, այդ թրենդային գործողությունը իրենից չի ենթադրում հանցակազմ կամ որևէ զանցակազմ, որի պայմաններում ոստիկանությունը որևէ կերպ կարող է ներգործել անչափահասի ազատությունը սահմանափակել, բերել ոստիկանության տարածքային բաժիններ, առանձին աշխատանքներ իրականացնել։ Գույքը վնասելու դեպքում պատասխանատվություն սահմանող նորմերը տարբեր են։ Վնասի չափով պայմանավորված դա կարող է լինել ինչպես քրեական պատասխանատվություն, այնպես էլ վարչական պատասխանատվություն։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, ներկայում աշխատանքներ են իրականացնում անչափահասների եւ երիտասարդների շրջանում, որ թրենդը տարածում չգտնի։ Լիանա Խաչատուրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։